ԱՄՆ նախագահ Տրամպը իր գրառմամբ հայտնում է, որ նրանք երբեք իրենց զինվորին չեն լքում և ուրախ լուր է հայտնում, որ օրերս Իրանի կողմից խոցված ռազմական ինքնաթիռի երկրորդ օդաչուն, որ կորել էր Իրանի տարածքում, նրանց կողմից գտնվել և վերադարձվել է։ Այս է պետությունը, հայեր։ Պետության կան քիչ թվով ատրիբուտներ, խոսուն ատրիբուտներ, և դրանցից առաջին գծում կանգնած կարևոր ատրիբուտներից մեկն է, թե ինչպես է պետությունը, պետության ղեկավարը մասնավորապես տվյալ կառավարությունը վերաբերվում իր զինվորին։ Ցանկացած պետության ղեկավար, որ զորակոչ կանի, զինվորին կտանի մարտադաշտ և նրա հետևից չի գնա, այսինքն երբ զինվորը կկորի, կգերեվարվի, ապա այդ մարդիկ իրավունք չունեն ղեկավար լինելու, քանի որ իրենք օժտված չեն այդ հատկանիշներով պետություն ղեկավարելու, կամ էլ դիտավորյալ դեգրադացնում են և արժեզրկում են այդ պետությունը։ Որ զինվորը կգնա և կծառայի իր հայրենիքին, երբ նա տեսնում է, որ կորած, մոլորված, գերեվարված զինվորների հետևից չեն գնում, երբ նա տեսնում է գաղտնալսված և հրապարակված այժմ նախագահի պաշտոն զբաղեցնող մարդու կողմից զրույց, որը ասում է, թե նրանք արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ այդ մարդիկ չկան, հղում անելով գերեվարվածներին։ Եվ սա հենց դիտավորյալ պետության արժեզրկումն է այս մարդկանց կողմից, քանի որ նրանց դեպքում այլևս որևէ կասկած չկա, որ նրանք ապիկար են, ունակ չեն, դժվար են հասկանում, անուղեղ են, ոչ, նրանք շատ լավ էլ հասկանում են և նրանք դիտավորյալ են արժեզրկում հայկական պետության դերը և նրանք դիտավորյալ են ամեն ինչ անում, որպեսզի հայը իրեն թույլ զգա, վախկոտ զգա, դավաճան զգա, զարթնացնելով բոլոր մարդկանց հատուկ վատ որակները և ճնշելով մարդկանց միջի, մեր ժողովրդի միջի լավ որակները։ Սա է մեր ներկա իշխանության իրական դեմքը, մեր իշխանության իրական դեմքը Ադրբեջանում գտնվող գերիներն են, մեր իշխանության իրական դեմքը այն կեղծն ու սուտն է, որ շարունակ կերակրում են ժողովրդին։ Այսօրով կներեք, որ այս զրույցը անում եմ, հայեր, ուղղակի չկարողացա ձեզ հետ չկիսվել այս իմ մտորումներով, քանի որ սիրտը շատ է նեղվում, երբ լսում ես, թե ուրիշ երկրների ղեկավարները ինչպես են վերաբերվում իրենց պետությանն ու զինվորին, իսկ մենք ինչի հետ գործ ունենք հիմա։ Լավ եղեք, շնորհավոր բոլորիդ Սուրբ Զատիկը։